Քիչ առաջ Նարեկ Կարապետյանը թիթի վերաբերյալ հայտարարություն արեց, նշելով, որ դա միջանցք չէ, ճանապարհ է եւ այդ խոսույթը պետք է փոխվի եւ նաեւ ասեց, որ Հայաստան խմբակցության եւ Ուժեղ Հայաստան խմբակցության միջեւ դա տարաձայնություն է, չենք մոտեցումների տարբերություն կա։ Այո, այդ հարցում երկու խմբակցությունների միջև մոտեցումների տարբերություն կա, դա դրսևորվել է նաև նախընտրական պլատֆորմում եւ դա կարծում նորմալ է, այնպես չի, որ մենք ցանկացած հարցի վերաբերյալ ինչ տեսակետում ենք, իրենք պետք է նույնը ունենան կամ հակառակը։ Իսկ ինչ վերաբերում է բուն այդ ծրագրին, ակնհայտ է, որ սա պարզ եւ սովորական ճանապարհ չի։ Ոնց որ ասենք Սևան, Երևան, Մայրուղին կամ Հյուսիս-Հարավ։ Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունը ունի սահմանափակումներ։ Սա մի ճանապարհ է, որտեղ կողմերը առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչնդոտ ճանապարհ։ Սա մի ճանապարհ է, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չի։ Ստեղով անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ։ Մի ճանապարհ է, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնեոտ տոմսերի մեծ մասը գտնվում է Ամերիկայի ձեռքում։ Հետևաբար սա մեր համար պարզ ճանապարհ չի։ Հիմա այդ փաստաթուղթը կգա խորհրդարան ավելի մանրամասն կհասկանանք։ Երկրորդը սրա շահավետությունը Հայաստանի համար։ Սա Հայաստանի տարածքով արտոնյալ պայմաններով ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի միացնելու համար։ Մենք խոսել ենք նաև, եթե այս ճանապարհը զարգացվեր, ինչպես ենք պատկերացնում եւ Հայաստանը դրանից ինչ օգուտներ կարող է ունենալ։ Հետևաբար այո, այստեղ կա մոտեցումների տարբերություն։ Ասացիք սովորական ճանապարհ չի, միջանցք է, հետևաբար։ Միջանցքի եւ ճանապարհի ներքևում ինչ-որ բան։ Տեսեք, անունը ինչ ուզում եք դրեք, բայց այն ինչ որ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, որ սա պարզապես ճանապարհ է, դա այդպես չի, այստեղ կա պարզապես ինչի Սևան, ինչի Հյուսիս, իհարկե կա, ինչի Հյուսիս-Հարավը մի հատ ամերիկյան ընկերություն չի վերցրել եւ կառավարում։ Դա ինչ որ հատուկ պայմաններով Հայաստանի տարածքով ճանապարհ է, միջանցք է, չգիտեմ, մի ինչ իհարկե, այսինքն պարզ ճանապարհ չի, իմ անուն ինչ ուզում եք դրեք, մեկը տեսեք, մի մասը ասում են Թրամփի ուղի, Ալիևն ու Էրդողանը ասում են միջանցք, ով ոնց ուզում մեկնաբանում է, ակնհայտ է, որ դա սովորական, մի ժամանակ ասում են, դաշնակցությունը ասում է այդ ճանապարհի կամ միջանցքի օգուտը մենք չենք տեսնում եւ ունենք մի շարք մտահոգություններ, այն ինչ որ անուն ինչ ուզում եք դրեք, ուզում եք ասեք միջանցք, այո, ասում եմ միջանցք, որովհետեւ դա պարզ ճանապարհ չի։ Այստեղ խնդիրը ժողովրդնայք, այստեղ խնդիրը այդ բառախաղի մեջ չի։ Ես ուզում եմ հասկանանք այդ ճանապարհի բովանդակությունը, Հայաստանի համար դրա օգտակարությունը եւ արդյունավետությունը։ Ակնհայտ է, որ այստեղ խնդրեմ կա։ Ես ուզում եմ ավելի կոնկրետ հարցնել մի երկու հարցի հետ կապված։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիները այդ հատվածում, Հայաստանի այդ հատվածում ուսումնասիրություններ են արել արդեն ինչ որ էլեկտրահաղորդման այդ հենասյուների կառուցման համար։ Ընդդիմադիր ձեր գործընկեր ֆրակցիայից Նարեկ Կարապետյանը ասաց, որ եթե վճարներ տրվում են, սուվերենության խնդիրը չի առաջանում, այսինքն եթե իրենք համարում են դա ճանապարհ եւ ոչ միջանցք, ենթադրվում է, որ այդ խնդիր չեն տեսնում, ամեն դեպքում ասում է, որ նորմալ է, կարելի է քննարկել։ Դուք ինչպես եք վերաբերվում այս հարցին, այսինքն դուք տեսնում եք այստեղ ինչ որ ռիսկեր, վտանգներ, ես կուզեի ձեր դիրքորոշում ասեք, այս կոնկրետ այս մասում էլեկտրային թաղված է դետալների մեջ։ Մինչև հիմա հենց նույն այդ նախագծի ջատագովները, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ առնվազն նախորդ գումարման խորհրդարանում չի կարողացել տալ, որովհետև երբ որ սկսում ես դետալներից հարցեր տալ, ասում են դեռ չի քննարկվել, դեռ չգիտենք։ Ճանապարհի կառավարումը, օրինակ հայ սահմանապահը առնչվելու ադրբեջանցիների հետ, թե անխոչնդոտ երթևեկելու են։ Պարզ հարց եմ տալու։ Ու նմանատիվ բազմաթիվ հարցեր, այս հարցերի պատասխանները մենք դեռ ամբողջությամբ չունենք, դրա համար, այսինքն միանգամից գնահատականներ տալ դժվար է, բայց ակնհայտ է, որ կան մի շարք հարցեր, որոնց
պարզաբանում այս իշխանությունը չի կարողանում տալ։ Հիմա սահմանադրական դատարանում այդ նախագիծը կգա խորհրդարան շատ ավելի համապարփակ եւ հանգամանալից խոսենք ամեն դեպքում մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ դա վտանգավոր է Հայաստանի հանրապետությունին։ Ուժեղ Հայաստանին դիտակում եք։ Չէ, նման գնահատական բնականաբար ես չեմ տա իշխանականը եւ այլ, դա իրենց գնահատականն է, որը տարբերվում է մեր տեսակետից։ Պարոն Սաղաթելյան, եւ ուզում եի հարցնեի սրա հետ կապված Լավ, դու հարցրու միջև հիշեմ։ Պարոն Սաղաթելյան, ձեր իշխանափոխության ծրագրից ինչ կա, որ փուլում է։ Բոլոր գնահատականները, դիրքորոշումները այս իշխանության, էության եւ բնույթի մասին շարունակում են մնալ ուժի մեջ։ Շարունակում են պնդել, որ այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։ Հետևաբար, այս նոր գումարման խորհրդարանում, այս նոր փուլում, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ դրանք օրեցօր ավելանում են, հետևաբար իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Ինչպես պետք է հասնենք դրան, խորհրդարանում այսօր կա նաև մեկ խոշոր խմբակցություն։ Կան արտախորհրդարանական ուժեր, կան շահագրգիռ ուժեր իշխանափոխության հարցում։ Այս բոլորի հետ պետք է քննարկենք, համախմբում ստեղծենք ճանապարհային քարտեզ եւ փորձենք հասնենք մեր նպատակին։ Այդ քննարկումները այս փուլում կա, կոնկրետ մենք ունենք մեր պատկերացումները, բայց դա հրապարակայնացնելուց առաջ ճիշտ կլինի այդ օրակարգի շուրջ լինի համաձայնություն։ Ես կարծում եմ դրա գլխավոր բախման, այսպես ասած, իվենտները լինելու են սահմանադրության փոփոխության հարցը, առաջիկայում այս իշխանությունների կողմից նախապատրաստվող հանձնումների հարցը, դա կլինի անկլավների տեսքով կամ այլ տեսքով, այսինքն ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած եւ այս իշխանությունը մի կողմից ժողովրդին եւ դաշտը պատրաստում է այդ զիջումները իրականացնելու համար։ Մենք էլ պետք է անենք հակառակը, ստեղծենք դրան դիմագրավող համակարգեր, որ կարողանանք թույլ չտալ եւ հասնել իշխանության։ Ցավոք Արցախի ժամանակ չեղավ, դրա արդյունքում կորցրեցինք նաև Հայաստանից եւս 200 կիլոմետր կառուցի տարածք։ Եթե հիմա չլինի, ավելին ենք կորցնել։ Պարոն Սաղաթելյան, ուզում եի հարցնել այդ էլեկտրահաղորդման սյուների հետ կապված, որ նաև մաս են կազմում այդ ենթակառուցվածքների թրիփում։ Իշխանությունը ասում է, դրանց հիմնական բանը գործառույթը տարանցմանն է ծառայելու, այսինքն տարանցման նպատակով է լինելու, բայց չեմ բացառում նաև էլեկտրաէներգիայի ստացման շուրջ հնարավոր քննարկումները հետագայում Ադրբեջանից նկատի ունեմ։ Դուք նման հեռանկարի, այսինքն ձեր ֆրակցիան, ձեր քաղաքական թիմը նման հեռանկարի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք, արդյոք տեսնում եք այդտեղ ինչ որ վտանգներ կամ խնդրահարույց կերպ։ Ես երբեք չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են լինել Հայաստանի համար այլ ընտրանքային աղբյուրներ, էներգակիրների, չգիտեմ, գազի, այլ մթերքների, դա ես պարզապես ոնց բացատրեմ, այսինքն ոնց կարելի է ենթադրել, որ թշնամի պետությունները, որոնք վերջին 100 տարվա մեջ 2 անգամ մեր սեփական հայրենիքում ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ, էթնիկ զտում, պետություններ, որոնք հայկական էթնոսի, հայ մարդու, հայ ինքնության հետ խնդիր ունեն, անընդհատ ուզում են ոչնչացնել, այդ պետությունները կարող են ասենց շատ արագ դառնալ բարեկամ, հրաժարվել իրենց աշխարհագրական ծրագրերից եւ դառնան մեզ այլընտրանքային մատակարարման աղբյուր։ Ես դրան չեմ հավատում։ Հետևաբար այս ես չեմ կարող հավատալ։ Սա հասարակությանը բթացնելու նախընտրական շրջանում Ալիևը կիսով չափ ԿՊ-ի նախընտրական շտաբի պետի պարտականություններն էր կատարում, անընդհատ մի անգամ բենզիներ ուղարկում, ցորեն, չգիտեմ ինչ մտեր, վերարտադրությունը ապահովելի է շարունակական զիջումներ իրականացնելու համար։ Այս ամեն ինչը այդ շրջանակում է։ Հետևաբար այս ընթացքում ինչ պետք է, ասենց բաներ կանեն, որպեսզի հասարակությունը բթեցնեն, մոլորեցնեն եւ ցույց տան, թե ամեն ինչ վերջացած է, մենք այլևս եղբայրական ժողովուրդ ենք ու տանան մեզ նոր զիջումների եւ կոտորածի այս ասածը, պարոն Սաղաթելյան, այն է, որ եթե նույնիսկ ինչ որ մատակարարումներ լինեն, դա ինչ որ X փուլում ինչ որ ռիսկեր է ենթադրելու, եթե այո, ինչ ռիսկեր։ Այդ մատակարարումները, եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո,
Հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո այդ կռանտները կփակեն։ Այսինքն մի տարի Արցախը 100,000-ից ավել մարդ մեր ու մանուկ այսպես ասած բլոկադայի ենթարկած ազգից ու պետությունից դու այսօր ինչ-որ այլընտրանքային աղբյուրների ակնկալիք ունես։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է, շատ եմ ասել, թշնամանալ բարեկամ երկրների հետ եւ փորձ անել բարեկամանալ թշնամի երկրների հետ։ Արդյունքում բարեկամների հետ թշնամանալու ենք, իսկ թշնամիների հետ չենք բարեկամանալու եւ երկիրը տանելու են նոր արկածախնդրություն։ Պարոն Սաղաթելյան, սա Նարեկ Կարապետյանի կողմից առաջին դեպքը չէ, երբ ուշագրավ հայտարարություն է անում, նաեւ ասում է, որ չգիտեմ մուշը անին մեր հայրենիքն են, բայց մենք նկրտումներ չունենք իրենց նկատմամբ։ Սա էլ է տարբերում մասնավորապես ձեր դիրքորոշումից, որովհետեւ ես հիշում եմ հայրենիքի փրկության շարժման օրերին, որ դուք ոչ միայն Արցախի վերադարձ եք խոստանում, այլ նաև Արևմտյան Հայաստանի։ Դա հասանք ես ասել եմ Արևմտյան Հայաստանն վերադառնալու հայրենիքի փրկության շարժման օրերին։ Այո, ասել եք Արևմտյան Հայաստանն ենք վերադարձել։ Ես նման բան եմ ասել։ Այո, օպերայի հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ, պարոն Սաղաթել։ Կխնդրեմ էդի 10-ն արի պայմանավորվենք գտնես էդի 10-ն։ Ես ասել եմ, որ մենք այսինքն պատերազմից հետո հետ ենք բերում Արցախը մի շաբաթ էլ Արևմտյան Հայաստան։ Չէ, ժամկետներ չեք նշել, բայց ասել եք դու Արցախն էլ ենք հետ բերելու, Արևմտյան Հայաստանն էլ ենք վերադարձնելու։ Դե չգիտեմ էլի ինչ կոնտեքստում ինչ ես ասում, բայց մեր մոտեցումը հստակ է։ Նախ նորմալ է, որ ուժեղ Հայաստանի եւ Դաշնակցության տեսակետների միջև կարող են լինել տարբերություններ եւ այո կան այդ տարբերությունները։ Եթե ուժեղ Հայաստանը ամբողջությամբ կիսեր Դաշնակցության տեսակետը, կմտնեն Դաշնակցություն, որ քաղաքականություն չէին ստեղծի։ Կամ մենք կիսեինք ուրիշինը, այսինքն հետեւաբար շատ նորմալ է, որ ուժեր ունեն տարբեր տեսակետներ։ Մենք հարգանքով ենք վերաբերում այդ տեսակետին։ Պարոն Սաղաթելյան, երեք տոկնաթաստում։ Պարոն Սաղաթելյան վերջերս Սամվել Կարապետյանն էր հայտարարել ընդդիմադիր ուժերի համախմբվելու եւ իշխանությանը հեռացնելու հետ կապված որևէ հանդիպում քննարկում այդ հարցի շուրջ եղել է ուժեղ Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի հետ Հայաստան դաշինքը հանդիպել է այդ շրջանակներում։ Քննարկումներ կան, խոսակցություններ կան եւ կարծում առաջիկայում դրանք կշարունակվեն, այս պահին թույլ տվեք շատ դետալների մեջ չմտնեմ։ Իշխանապողության կապված մի բան ճշտենք, քանի որ ասացիք, որ ծրագիր դուք ունեք եւ դա կքննարկեք ընդդիմադիր տեղից գործընկերների հետ, ամեն դեպքում դուք հակված եք փողոցային տարբերակով Փաշինյանին հեռացնելուն, թե անստավություն հայտնելու։ Ես ուրիշ տարբերակ չգիտեմ իշխանության հեռացնելու։ Դրանք իրար փող լրացնող են։ Ես կարծում եմ, որ առանց փողոցի հնարավոր չի անվստահության հասնել եւ հակառակ։ Այսինքն մենք առաջին օրվանից ասել ենք, որ փողոց եւ խորհրդարան պետք է լինի համատեղ, որովհետեւ դա է հաջողության հասնելու ճանապարհը։ Պարոն Սաղաթելյան, Արեք ինչի ես այդքան ուրախ։ Պարոն Սաղաթելյան, սահմանադրության փոփոխության վերաբերյալ եւ փողոցային ճանապարհով իշխանափոխության իշխանության ներկայացուցիչ պատգամավորներից մեկը Սոնա Ղազարյանը մասնավորապես այսօր նշում էր, որ դուք մի քանի անգամ փորձ եք արել փողոց դուրս գալու իշխանափոխություն անել, բայց ձեր մոտ չի ստացվել, որովհետեւ դա տեխնոլոգիա չէ եւ ժողովուրդը դրա պատասխանը տվել է ընտրությունների միջոցով, այսինքն անարդարության դեմ պատասխանը ընտրությունը հիմա այս երկրում կարող է ամեն բան լավ, անարդարություն չկա, Հալան չկա, դուք ինչ եք ուզում ես երկրում ինչ-որ իշխանափոխություն անեք, ու նաև ասում են 2021 թվականին այդ իշխանությունը գետին ընկած էր եւ ձեզանից ոչ ոք չգնաց ու չվերցրեց դա։ Հիմա ինչ եք եկել ավելի դժվար ճանապարհով ուզում իշխանափոխություն։ Ես հիշում եմ, ես գետին ընկած չեմ տեսել, այտենց գետին գցած օրնանք էլ չվերցինք, օրինակ նոյեմբերի 9-ից հետո հիշում եմ ամսի 10-ին ոնց Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի գրեթե բոլորի կուսակցությունների ղեկավարներին ձերբակալեցին։ Ես հիշում եմ, թե ինչ այլանդակ միջոցներով են պայքարել այդ ամբողջ ընթացքում ընդդիմության դեմ։ Հետևաբար իշխանությունը իրանք ատամներով ոչ մի կարմիր գիծ չունենալով պահել են իրենց իշխանությունը։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ընդհանուր վիճակին, գիտեք, այն ինչ որ իրականացվում է, այս փուլը ինչ որ արել են, հիմա սա փորձելու են հասնել անդառնալի կետի։ Եթե Սոնա Ղազարյանը ԿՊ-ն եւ այսօրվա իշխանությունը մնա, հետո շատ դժվար է լինելու այս ամեն ինչը վերականգնել։
Եթե այսօր ինչ-որ պայմաններով տնտեսության մեջ մի քիչ փող կա, անընդհատ վարկեր են վերցնում, մատակարարում են տնտեսությանը, փորձում են ցույց տալ, որ հայ մարդը գոհ, երջանիկ, անդարդ ապրում է, սա շատ ժամանակավոր սրատակը կա ծրագիր, որ իրականացնում է, շատ ենք խոսել այդ մասին։ Այս իշխանությունը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ հայ մարդուն։ Եվ դա ասելու բոլոր փաստերը եւ հիմքերը մենք ունենք։ Վերջին հարցը, քանզրում շոկը սպանում։ Հա, նախկինում էլ եք ասել, որ նոր համանadrության հետ, երբ որ արդեն գործնականում սկսեն դրա հետ կապված աշխատանքները, դուք պատկերացնում եք ընդդիմադիր դաշտի խորհրդարանական, արտախորհրդարանական համախմբում, այս փուլում եք պատկերացնում նաեւ ինչ որ փողոցային պայքար սկսելու, այսինքն դա դարձնելու Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Ժորդ, ինչ եք հենց ինձ տեսնում փողոցային պայքարից հարցնում։ Այս խորհրդարանը երկու անգամ էլ ուրիշի հարց եկել ես փողոցային ես տեսնում եք նորմալ գալիս եմ նիստերի ելույթ եմ ունենում բայց ամեն դեպքում ավարտեմ տեսեք ովքեր փորձել են այս ընթացքում իրենք կարող են այդ հարցին պատասխանել հարցրեք չփորձողներին որովհետև այս ընթացքում բան չանողներին բայց ես դրանից չեմ խուսափում այո Հայաստանում առաջիկա փողոցային Նաև այդ օրակարգի շուրջ գեներացնել ամեն ինչ պետք է անել։ Մենք հասկանում ենք լավ իրանք ինչ են անում։ Այս ծրագիրը, որ եթե ժողովուրդը ուզի падգամավորները չեն կարող քվեարկել, սրանք այդ 18 թվականի փորձն են ուզում անել։ Հանրային ճնշում, բայց չեն հասկանում, որ իրանք այլևս մեր ժողովրդի կողմից այդ աջակցությունը չունեն, անցել է այդ ժամանակ։ Իրենք վարչական ռեսուրսով, փողով, բռնություններով վերարտադրված իշխանություն են։ Էլ չեն կարող ժողովրդին տանեն մարդկանց պատուհանների տակ եւ ստիպեն, որ քվեարկություն անեն։ Ամեն ինչ պետք է անել Ալիևի հակով գրված սահմանադրությունը ձախողելու համար։ Վերջի կարճ հարցը, պարոն Սաղաթելյան, այս որ դուք ասել եք արտախորհրդարանական նաև համախմբում, արտախորհրդարանական ուժերից քննադատություններ էին հնչեցնում, թե եթե այսպես եք ասում, սա ինչ է նշանակում, որ դուք տապալել եք ներսում քվեարկությամբ դա թույլ չտալու օրակարգը, որ մի հատ էլ դուրս եք գալիս։ Ես տեսա զարմացա անկեղծ, ուզում էի զանգեի Մարուկյան, բայց դեռ կզանգեմ, որ այսինքն ոնց կարելի է, ես գամ կանգնեմ ստեղ, ձեզ ասեմ, որ բացառում եմ, որ մեզանից մեկը կքվեարկի, ինքը լայվ մտնի, ասի դա նշանակում է, որ իրանք վստահ չեն իրենց թիմի վրա, հասկանում եք, մանիպուլյացիայի չափ կա, ձև կա, հատկապես երբ որ շփում կա, էլ ես քաղաքական դաշտի այս նոր բանը, ամոթել, այսինքն հարցում ես հեռախոսով զանգի ճշտի, եթե չեմ բավարարի Վիր հրապարակային խոսի էլի, այսինքն չի կարելի այսքան ասենց օփիս բռնել։ Հիմա լայվ են արա այսքան մարդ նայել է, ես էլ պետք է դնեմ հերքեմ, ընդ որում ասում եմ, ձեզ եմ հարցազրույց տվել, ասել եմ որ բացառում եմ մեզանից մեկը կնյանա։ Հիմա էլ եմ պնդում, որովհետև ես չկա դրա հնարավորությունը։ Մենք այդ օրակարգով ենք նայեք այս խորհրդարանը։ Տեսեք, նույնիսկ մեր գործընկեր ուժի վրա են այս հարցում վստահ, որ չկա, իրանք էլ են այս օրակարգով նայեք։ Մենք ստեղ պետք է այդ ճակատը պահենք, դրսում պահենք, մենք ես ինչ եմ ասել եմ, որ արտախորհրդարանական ուժերին եւս պետք է ներգրավել այս process-ի մեջ։ Դա չի նշանակում, որ մեր վրա այս պատասխանատվությունը գցել եմ, ասել եմ, չէ, մենք անցնելու ենք այն կողմ, դուք եկեք մեզ փրկեք։ Այսինքն ոնց կարելի է սա ինչու ընդհակառակը լայն Համախմբում է պետք է այդ ոչի ճակատի մասին ես առաջի անգամ խոսել եմ Դաշնակցության 135 ամյակին 25 թվականի նոյեմբերին մեծ հայտարարություն եմ արել հիմա էլ եմ դա պնդում ինձանից հետո տարբեր քաղաքական ուժեր արել են որի համար միայն ուրախ եւ երջանիկ ենք եկեք ֆել գիտանք սրա դեմը առնենք հերիք այսինքն ամեն մեկը լայվ մտնեք մի 5 հոգու փորձեք թիրախավորել ինչա թե դուք լավ երևա Հիմա ես ինչ թույլ չեմ տալի, չէ, արտախորհրդարանական ուժերին, ովքեր շեմը չեն անցել, ովքեր 0.2%, 5000, ասեմ, ես իմ գյուղում ավելի շատ եմ ձայնը ստացել, քան իրանք ամբողջ իրենց կուսակցությամբ։ Բայց մի անգամ թույլ չեմ տվել ինձ ասեմ, տղերք ինչի մասնակցեցիք, ինչի փոշիացրեցիք, ինչի էսի արել, չեմ ասել, որովհետև ինձ խնդիր իրանք չեմ։ Ընդհակառակը փորձում ենք իրենց հետ լավ հարաբերություն ձևավորենք, բերենք այս օրակարգի շուրջ, եթե անկեղծ է այդ դաշտը, փորձենք այս հրեշների դեմը առնել։ Պարոն Սաղաթելյան, հանձնաժողովների վերաբերյալ մամուլը ի սկզբանե գրում էր, որ հավակնություն չկա որևէ հանձնաժողովի պաշտոն ստանձնելու, բայց դες մարդու իրավունքների պաշտպանի մշտական հանձնաժողովը բաժին եկավ, նա այդ տեղեկությունը կհաստատեք, թե կհերքեք իրականում չունեք որևէ հավակնություն։ Անկեղծ ասեմ, որոշել եք արդեն ուղղ լինելու։ Անկեղծ ասեմ, այո, մենք սկզբնական շրջանում հաշվի առնելով նաև նախորդ խորհրդարանի փորձը
Դրա արդյունավետության հարցը խիստ կասկածի տակ էինք դնում, այնպես չի որ հիմա էլ չենք դնում, բայց մի հանձնաժողով կար, որ մտածում ենք, եթե ստացվի, վերցնենք այդ հանձնաժողովի անելիք տեսնում ենք, դա մարդու իրավունքների հանձնաժողովն է։ Այնպես ստացվեց, որ կարողացանք, այսինքն դա բաժին ենք դարձել մեզ, մենք ընտրեցինք այդ հանձնաժողովը, հետևաբար դա տեխնացում կգա կասենք։ Քննարկումների մեջ է։ Նախագահ, այսինքն ցանկացած դեպքում ընդդիմության ինչ հեռանկարել լինի նախագահի մասով ընդդիմությունն է։ Այո, այդ հանձնաժողովը կարծես թե, եթե չընտրեն մեր տեխնացուին, տեղակալը։ Շնորհակալ եմ։